Բարեկամներ, դեպի Իրան կատարած իմ ճանապարհորդության ընթացքում ես իմ տուրիստական խմբի հետ, որը արդեն մոտենում է դեպի ինձ, գտնվում եմ Կյուրոս մեծի կառուցած Պասարգադա քաղաքում և նրա դամբարանի մոտ 6 աստիճան պատվանդանի վրա մարմարից կառուցված գտնվում է Կյուրոս մեծի դամբարանը։ Քրիստոսից առաջ 525 թվականին մահացած Կյուրոս մեծը աշխարհի առաջին կայսրության առաջին մեծազոր կայսրն էր։ Մարդ, որը տիրեց ամբողջ աշխարհին, սկսած միջերկրական ծովից, Էգեյան ծովից, տարածվում էր նրա կայսրությունը մինչև Հնդկաստան և Միջին Ասիա, եղավ վիթխարի կայսրության հիմնադիրը, մեծազոր անուն թողելով պատմության մեջ։ Այստեղ վերևի այս դամբարանում է ամփոփված մեծ տիրակալի մարմինը, որը ողջ աշխարհի պատմության մեջ վստահեց և բարեկամ եղավ միայն մեկ մարդու։ Եվ այս դամբարանի մոտ մեծագույն հպարտությամբ եմ արտասանում այդ միակ մարդու անունը, որի ընկերն ու հավատարիմ դաշնակիցն էր հռչակավոր մեծազոր Կյուրոսը, հայոց կահաժառանգ, այնուհետև մեծ հայքի տիրակալ հռչակավոր Տիգրան Երվանդյանի ընկերը։ Եթե դա ասեին միայն հայերը, ապա կլիներ գուցե գոռոզություն, կլիներ գուցե մեծամտություն, և օրհնյալ է Աստված, որ այդ մասին վկայում ենք ոչ թե մենք հայերս, այլ հռչակավոր հույն պատմիչ Քսենոֆոնը։ Այն մարդը, որ ամփոփված է վերևում, եղավ համայն աշխարհի ամենաիմաստուն կառավարիչներից մեկը, ստեղծելով առաջինն աշխարհում համաշխարհայինը։ Գիտեք, այս մարդու պատմությունը այնքան տարածված էր հունական աշխարհում և այնքան տարածված էր նրանից հետո եղող ամբողջ աշխարհում, որ հռչակավոր Ալեքսանդրը, երբ որ նվաճեց ամբողջ պարսկական կայսրությունը, հատուկ իր բանակը շարժեց դեպի Պասարգադա, որպեսզի գար այստեղ, և պատկերացրեք, ահա այստեղ այս դիմացում Մակեդոնացին կանգնեցրել է իր նժույգին, հռչակավոր Բուցեֆալին, իջել է նժույգից, քայլելով մոտեցել է դեպի դամբարանը, բարձրացել դամբարան և խոնարհվել մեծ Կյուրոսի աջունի առջև։ Ամբողջ դամբարանն, ասում են, նա նվիրատվություններով պատեց, ոսկե և արծաթե նվերներ էր բերել Կյուրոսին և հենց այստեղ խոստովանեց, որ նա միայն մեկ տիրակալ է ճանաչում աշխարհում, որի առջև կարելի է խոնարհվել և երկրպագել։ Դա հռչակավոր Կյուրոս մեծն էր։ Ինքն Ալեքսանդրը գիտեր միայն մի ճշմարտություն. Կյուրոսի ողջ կենսագործության մեջ, որ այս վիթխարի մարդը ունեցել է միայն մեկ բարեկամ և միայն մեկ ընկեր։ Իրիթ է համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ է հիշատակվել արքաների մեջ ընկեր հասկացությունը, որտեղ նրանք ոչ արյունակից էին, ոչ լեզվակից էին, այլ պարզապես միմյանց ճանաչում էին որպես մարդ մանկուց, և մարդկային բարձր հատկանիշներով օժտված հայը ընկեր դարձավ նույն մարդկային հատկանիշներով օժտված պարսիկին։ Այս երկու կայսրությունների ընկերությունը, հայկական և պարսկական, թևածեց գրեթե ողջ հաջորդող աշխարհի ժամանակագրության մեջ։ Որպես ճարտարապետական կառույց, այս վիթխարի կառույցը իրենից ներկայացնում է մարդկային մտքի և կարողության մի զարմանալի համադրություն։ Ուշադրություն դարձրեք այն հսկայական քարաբեկորներին, որոնցից կառուցված է Կյուրոսի դամբարանի պատվանդանը կամ ճարտարապետորեն անվանած ստիլոբատը։ Դրանք հսկայական մարմարի կտորներ են, որոնք դրված են հենց պատվանդանի վրա, վերևում կառուցված փոքրիկ խուծ ունեցող դամբարանով։ Աշխարհի տերը իր համար կառուցել է ամենափոքր և նեղ դամբարանը, ցույց տալով, որ աշխարհը ոչ թե դամբարանների շքեղության և ճոխության մեջ է, այլ նրա թողած
այն արարչագործության եւ այն գործերի, որը կազմում են մարդու կյանքի փառքը եւ հավերժությունը։ Ավելորդ չի լինի նշեմ, որ յուրաքանչյուր քար այստեղ գերակշռում է 5-ից 7 տոննանոց զանգվածը։ Բայց այնուամենայնիվ պասարգադան, ինչպես դուք տեսնում եք, ամբողջովին հարթավայրի վրա է հիմնված։ Սա արքայի մարտահրավերն էր ողջ աշխարհին, որովհետև ինքը տիրակալն աշխարհի չուներ ողենալու աշխարհում ոչնչից։ Բայց այնուամենայնիվ մարդկային կենսագրությունն ու ճակատագիրը զարմանալի անակնկալներ ունի, որ մատուցում է մեկ վայրկյանի թերության կամ սխալի համար։ Գյուրասն էլ ունեցավ այդպիսի թերություն։ Երբ որ աշխարհն արդեն իրեն էր պատկանում, նա փորձեց վերցնել նաև իր տիրապետության տակ այն մարդկանց, որոնք ոչինչ չունեին կորցնելու։ Խոսքը մասսագետների ցեղի մասին էր, եւ հենց այնտեղ էր նա իր վախճանը գտավ։ Մեծ Կյուրոսը վախճանվեց մի սովորական կնոջ հերոսության, քաջության եւ համառության արդյունքում։ Չեմ պատմի այն, ինչ տեղի ունեցավ Կյուրոսի դաժան ճակատագրական ավարտի հետ, բայց այնուամենայնիվ այսօր ես այստեղ եմ, որպեսզի հարգանքի տուրքը մատուցեմ աշխարհահռչակ մեծ տիրակալին եւ մեծ հպարտությամբ նշեմ, որ այստեղ հանգչող պարսիկ առաջնորդը, արքայից արքան, աշխարհի տերը, այնուամենայնիվ ունեցել է մեկ ընկեր, որի մոտ մանկացել է, կիսվել է եւ նրա հետ գուցեև ավելի պարզ ու մաքուր է եղել, չթաքցնելով իր թերություններն ու վախերը։ Դա հայոց արքա Տիգրան Երվանդյանն էր։ Այս մասին վկայում է հռչակավոր հույն պատմիչ Քսենոֆոնը։